Հիմա ճամփորդում եմ Վիետնամի Հոշիմին քաղաքում, ստեղ գտել եմ մի հատ շատ սիրուն շենք, որը իրանց փոստային ծառայության շենքն է։ Ստեղ գալիս են լիքը ճամփորդողներ, որպեսզի գրեն նամակ իրենց սիրելի մարդկանց աշխարհի տարբեր կետերում։ Ես իհարկե ճամփորդողներից մեկն եմ։ Իմ ռոմանտիկ սիրտը չէր կարող այս հնարավորությունը բաց թողնել։ Հատը 500 դրամով գնեցի սենց սիրուն դիզայնով փոստկարտներ ու որոշեցի, որ գրելու եմ 4 տարբեր մարդկանց՝ տատիկիս, մամայիս, պապայիս, 4-րդ հեսակասամով։ Նամակները սկսում էին սենց, օրինակ՝ սիրելի տատիկ, գրում եմ քեզ Վիետնամից ապրիլի 28-ին ու պատկերացում չունեմ երբ կհասնի նամակը քեզ եւ այլն, ստեղ արդեն սիրո խոստովանություններ։ Ծրարը պարտադիր չէր, բայց ես որոշեցի գնել հատը 300 դրամով։ Միակ պարտադիր գնումը նամականիշներ, նույն ինքը մարկա, որը պետք է կպցնել նամակի վրա, որպեսզի կարողանան ուղարկել։ Բայց նենց էի ուզում ուղարկել նամակին բոլոր ընկերներին ու սիրելի մարդկանց, ուղղակի դες մի քիչ շատ կլիներ։ Ի դեպ, 4-րդ նամակը որոշեցի գրել ինքս ինձ, որ ամիսներ հետո, երբ ավարտեմ ճամփորդությունս, հետ գնամ Հայաստան ու ունենամ նամակ անցյալի Շուշանից։ Այնքան անհամբեր եմ, երբ նամակները հասնելու տեղ, որովհետև բնականաբար ոչ մեկին չեմ զգուշացել, որ նամակ եմ գրում։ Պատկերացրեմ ընտանիքիս անդամների համար ինչքան ջերմ ու անսպասելի անակնկալ կլինի։